Եթե հողի թեման է, ես արդեն կուրս եմ պայել Վաչեին։ Չէ, հողի թեման չի։ Ինֆորմացիա կա, որ վաղը մյուս օրը սաղ քաղաքը կուրսի կլինի։ Բայց ես ուզում եի դու առաջինը իմանաս Սարա։ Ինչի մասին է խոսքը։ Վիլենի։ Վիլենը սաղը։ Ոնց կարա տենց բան լինի։ Ես անձամբ եմ դիակը տեսել։ Դու տեսել ես այն, ինչ բոլորիս են ցույց տալիս։ Ինֆորմացիան տոչնի է։ Հա։ Երեք անձամբ եմ հետը հանդիպել։ Բայց դու ստե հետ ասելու համար չես եկել։ Չեմ ուզում խորանամ մանրամասների մեջ, բայց հիմա Վիլենն իմ թշնամին եմ։ Ու ինչ ես ուզում դրանով մեզ ասել։ Քաղաքում շատ քիչ մարդ կա, ով կարա գլխիցս թռնի ու փորձի Վիլենին օգնի։ Դու մի անգամ Վիլենին օգնել ես Բերթում, որ չսպանեն։ Հնարավոր է նորից է տանես։ Ինչ ես քեզ խորհուրդ չեմ տա։ Ես քո խորհուրդների կարիքը չունեմ։ Ուրեմն ընդունի որպես նախազգուշացում։ Իսկ դու պատական Ռամսելը չես խառնել ով։ Բայց շնորհակալության փոխարեն ինքը ինձ մեջքից խփեց։ Երկրորդ անգամ ես նրան էլ ձեռք չեմ մեկնի։ Այդ տեներ ինչ ես ուզում եի քեզնից լսեի։ Հավատում ես Սարոյին։ Սարուն ասեց այն ինչ պիտի լսեի։ Մարտիր, թող 24 ժամ հետևեն Սարոյի սաղ շարժը։ Հասկացա։ Բայց դու Վիլենի պահով այդքան դումկեքի մեջ մի այի։ Եթե դաժե Սարուն օգնի դրան, չի փրկի։ Ես մի ժամում Սարոյին կվերացնեմ։ Ես Վիլենից չեմ վախենում, այլ իր անունից։ Քաղաքի կեսինցնից աբիժնի կա։ Ու իրանք կարան Վիլենի մեջ հույս տնեն, որ իր միջոցով կարան ինձ գծերից գցեն։ Դրա համար պետք է պակասացի լինի մի քանի հոգու չամփել, որ մնացածին դասը լինի։ Նա։ Մեր տեղը 24/7 ռեժիմը պիտի ոտի վրա առնեն, սաղ պիտի հասկանան, ու իրանց մաշկի վրա զգան, որ ոչ մեկին չենք ներելու։ Ջավի։